Դե ինչ հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք տաղավար, նոր հեռուստաընկերությամբ բարի առավոտը շարունակվում է շատ ջերմ ու հիանալի տրամադրությամբ, որովհետև տաղավարում շատ հիանալի թեմայի շուրջ ենք խոսելու։ Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հենց նոր մեզ միացան։ Մենք դարձյալ մշակութային թեմաների շուրջ ենք խոսելու, այսպիսով խոսելու ենք նոր ներկայացման մասին, որը կոչվում է Նոր հրաշքի նախօրեին։ Ներկայացման հեղինակը Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանն է։ Մենք թեմայի շուրջ խոսելու ենք Ալենի մոր Ալեն Մարգարյան հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր տնօրեն Նազելի Տերտերյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Տերտերյան։ Բարի առավոտ, սիրելի։ Շատ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Ինչպես է մեկնարկել ձեր օրը։ Օրս մեկնարկել է այն մտքով, որ մի անգամ եւս հնարավորություն է ընձեռնվել խոսելու թե Ալենի, թե Ալենյան գաղափարախոսության եւ արժեհամակարգի, ինչպես նաեւ այն հրաշալի մեգա նախագծի մասին, որ կյանքի է կոչել մեր ընտանիքը Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Ինչպես եք սիրում ձեր առավոտները սկսել առհասարակ, ինչ մեկնարկի համար բան կա, որը հետաքրքիր է դարձնում ձեր առավոտները։ Առավոտը հետաքրքիր է նրանով, որ նոր լույս է բացվելու, նոր հույս է բացվելու, նոր ծրագրեր եւ նոր գաղափարներ են ծնվելու։ Առավոտս որպես կանոն սկսվում է ժամը 7-ին, երբ կրտսեր զավակից Դավիթին 11-ամյա պիտի ճանապարհեմ դպրոց։ Այո, եւ ճանապարհելուց հետո 1 ժամ կանաչ թեյի շուրջ փորձում եմ իմի բերել մտքերս, կարդում եմ բաց թողնված գիշերվա ընթացքում նամակները, իսկ դրանք հարյուրավոր են, տարբեր խնդրանքներով, առաջարկներով, տարբեր անձանց կողմից, ալենասերների կողմից, տարբեր գաղափարների շուրջ, եւ որից հետո սկսում եմ կյանքի կոչել գաղափարները։ Այո, եւ օրվա երուզերը սկսվում է իր բոլոր այսպես խնդիրներով ու ամենալուսավոր կողմերով։ Գերծանրաբեռնված, գերհագեցած, նույնիսկ եթե հանկարծ ինչ որ 15 կամ 20 րոպե ազատ է մնում, ես սկսում եմ կասկածել, որ կարող է ինչ որ բան բաց եմ թողել, ինչ որ հանդիպում, ինչ որ հեռախոսազանգ չեմ ֆիքսել եւ անհանգստանում եմ։ Երբեմն այո, այդ հանգիստ վիճակը անհարմար է թվում եւ երբեմն մտածում ես ավելի լավ է ես անընդհատ աշխատեմ, քան այդ պարապությանը տրվեմ, որը մի քանի րոպե է տևում եւ երբեմն պետք է։ Տիկին Տերտերյան, մինչեւ ներկայացմանն անցնելը հետաքրքիր է, թե ինչպես են տոնվել ձեր տանը ամանորները, որոնք որ հետո ներկայացվել են եւ արտացոլվել են հեքիաթների տեսքով, ինչ տեսք են ունեցել առհասարակ այն տարիներին դեկտեմբերի վերջին օրերը եւ արդեն 31-ը։ Շատ գեղեցիկ հարց տվեցիք, ինձ նորից տեղափոխեցիք դեպի իմ հիշողությունները Ալենի մանկության հետ։ Ալենի սիրած ամենից կարևոր տոներից էին երախտագիտության տոնը եւ ամանորը եւ յուրաքանչյուր Thanksgiving-ը լինելով ինքը շատ երախտագետ եւ շնորհակալ տեսակ, նա չէր կարող չսիրել այդ տոնը։ Իսկ ամանորը մի ուրիշ հեքիաթ, լույս եւ կախարդանք էր պարունակում։ Ոստի եւ մանկության տարիներից էլ մենք փորձում էինք շքեղ զարդարել, գեղեցիկ զարդարել մեր բնակարանը, ամանորյա շունչ հաղորդել, տոնածառն անպայման պիտի պայծառ շողար, շքեղ եւ բազմապիսի խաղալիքներով յուրաքանչյուր տարի պարտադիր պիտի նորացնեինք կոտրված խաղալիքները եւ պատրաստվեինք ամանորին անպայման իհարկե ձմեռ պապիկին նամակ գրելով, իսկ Ալենի ֆանտազիան անսահմանափակ ուր ասես կարող էր սավառնել յուրօրինակ իր ցանկություններով եւ այդ ցանկություններից մեծամասամբ կազմում էին ընկերների եւ հարազատների համար պապիկից խնդրվող նվերներ։ Այո, ամենայնպես թանկ հարազատ նվերն են կարծում եմ։ Կհիշեք որևէ երազանք, որը հղել է ձմեռ պապիկին եւ դուք մեծ ոգևորությամբ օգնել եք, որպեսզի այդ ամանորյա հրաշքը իրականանա։ Ձմեռ պապիկին եք օգնել այս դեպքում։ Ես հիմա շատ ափսոսում եմ, որ ինձ հետ չեմ բերել փոքրիկ Ալենի նամակները, որոնք ես մասունքի նման հավաքել եւ պահպանել եմ մինչ այսօր։ Դրանցում տեղ են գտել, այո, ձմեռ պապիկին ուղղված իր նամակը, որտեղ մանկական իր պարզամտությամբ խնդրում էր տարբեր նվերներ, էլի պիտի ասեմ, հիմա մասնավորեցնել չեմ ուզում,
բայց շատ յուրօրինակ էին։ Ձմեր պապիկ, քեզ գրում է Ալենը, այսինչ հասցեով։ Ես ցանկանում եմ, որպեսզի ընկերներս, եղբայրներս ու քույրիկներս ունենան այս նվերները, տես ձմեր պապիկ, հանկարծ չմոռանաս, ինձ վատ վիճակի մեջ չդնես, այնպիսի ֆանտազիա ուներ։ Ես իսկապես շատ եմ ափսոսում, որ ինձ հետ այս պահին չունեմ այդ նամակը։ Այնուամենայնիվ ես կարծում եմ ուղիղ մեջ բերեցիք այդ նամակներից։ Այո, եւ շատ հետաքրքիր էր, տես ձմեր պապիկ, հանկարծ չմոռանաս, ինձ անհարմար վիճակի մեջ չդնես, այդպես միայն Ալենը կարող էր ֆանտազիա ունենալ։ Ես արդեն պատկերացրի նվերներ բոլորի համար, ցանկություններ բոլորի համար, ընկերներ, հարազատներ, ընտանիքի անդամներ, քանի որ նշեցիք, որ նոր տարին տոնածառով, լույսերով էր ձեր տանը, կարծում եմ հենց սրանք էլ հիմք են հանդիսացել, որ Ալենի մտքում ամանորի հրաշքը շատ ամուր լինի, որ դրանք հետո հենց հեքիաթների տեսքով էլ լույս տեսնեն ու իրականանան։ Այո, Ալենը կարող եմ ասել, տարվա բոլոր օրերը հեքիաթի մեջ էր։ Ուներ յուրօրինակ միայն իրեն բնորոշ մի աշխարհ, որի մեջ ինքը այսպես սավառնում էր, եւ դրա վառ ապացույցն էին, որ հեքիաթի տեսքով արտացոլվեցին։ Սիրելով ամանորը, նույնիսկ արդեն բավական կայացած երիտասարդ էր, դասախոս, գիտնական, մանկավարժ, բայց միևնույն է ամանորյա հեքիաթը իր սրտում էր, եւ երբ մենք նոր բնակարան ձեռք բերեցինք, այն բավական մեծ տարածք ունի եւ ինքը պարտադիր խնդրեց, որ միջանցքը հանկարծ չփոքրանա, որովհետեւ արդեն իսկ պատկերացրեց ամանորյա շքեղ մեծ տոնածառը, զարդարանքները, եղնիկները, արջուկները եւ իհարկե գնացքը, որ իր մեջ տպավորվել էր, երբ եղանք Միացյալ Նահանգներում, ինքը 16 տարեկան էր եւ ընդունվել էր UCLA համալսարան, հաճախեցինք նաեւ Disneyland բնականաբար եւ այնտեղ իր մեջ տպավորվել էր շատ մեծ մետաղական գնացքը, որ շրջում էր եւ ցանկանում էր, որ տանը եւս այդ գնացքը ունենանք որպես ամանորյա աքսեսուար։ Այո, եւ եթե այսպիսի հրաշք եք պարգևել ամանորին, վստահաբար դա չէր կարող Ալենի պարագայում որևէ ստեղծագործության միջոցով թղթին չհանձնվել, ես կարծում եմ, քանի որ արդեն ներկայացման պրեմիերան հենց այսօր տեղի կունենա, դիմելով նաև հեռուստադիտողին դեկտեմբերի 20-ին 15:00-ին։ Դեկտեմբերի 20-ին եւ 21-ին, 15:00-ին եւ 19:00-ին 4 սեանս մենք բարեգործական հիմունքներով ամբողջը կյանքի ենք կոչել, նվիրաբերություններ ենք արել սահմանամերձ շրջանների դպրոցներին, բոլոր այն դպրոցներին, ովքեր արժեհամակարգի կրող են, ովքեր ճիշտ գաղափարախոսությամբ են առաջնորդվում, հնարավորինս փորձել ենք ներգրավել մատաղ սերնդին, իսկ այն տոմսերը, որոնք դրվել են վաճառքի, դրանց ողջ գումարը եւս տրամադրվելու է բարեգործությանը 3 ռազմավարական ուղղություններով՝ գիտություն եւ կրթություն, արվեստ, մշակույթ եւ իհարկե առողջապահություն։ Այնինչի սիրահարված էր Ալենը, այնինչի մեջ որ նա կար, այդ բազմաշերտ կրթություն, գիտություն, թվում է թե նման են, բայց դրանք բավականին տարբեր են եւ յուրաքանչյուրի մեջ մի փոքրիկ ներդրում ունենալն էլ երկար ժամանակ է պահանջում։ Քանի որ ներկայացմանը մատաղ սերնդի ներկայացուցիչներն են հրավիրված, կարող ենք ասել, ինչ կտանեն ներկայացումից հետո փոքրիկները եւ ինչպես իրենց հրաշքը կձևավորվի իրենց մտքում։ Անպայման, ես վստահ եմ ոչ միայն փոքրերը, այլ նաև մեծերը, որոնք իրենց սրտում հեքիաթ ունեն, հավատում են հրաշքներին, իրենց հետ կտանեն ալենյան բարությունը, ալենյան լույսը, կտանեն վառ գունեղ տպավորություններ։ Ես առավել քան համոզված եմ, որ ներկայացումից առաջացած իրենց վառ տպավորությունները նրանք պահպանելու են ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև լեգենդ ամանորյա կախարդանքի մասին ալենյան հեքիաթը, որի հիման վրա էլ հենց Սառցեշոուն բեմադրվել է, ամբողջովին սիրո եւ բարության, լույսի, ընկերասիրության, ներողամտության եւ հումանիզմի մասին է։ Այո, եւ ներկայացման մաս են կազմում գեղասահորդները, որոնք որ կամբողջացնեն, մի փոքր խոսենք սրա մասին, ովքեր են ներգրավված ներկայացման մեջ եւ ինչ կարելի է դիտել ներկայացմանը։ Սիրով հպարտությամբ պիտի ասեմ, որ բավական պրոֆեսիոնալ թիմ է աշխատում այս մեգա նախագծի նման, որ իր նմանը մինչ այսօր չունի։ Եվ Ալենյան արժեհամակարգի շրջանակներում էր խթանել, սատար կանգնել երիտասարդ շնորհալի տաղանդաշատ մեր երեխաներին։ Ուստի եւ մենք չէինք կարող անտարբեր մնալ գեղասահքի նկատմամբ։ Նամանավանդ որ դեռ մանկուց ես ինքս շատ սիրել եմ գեղասահքը եւ ոչ մի մրցում, բայց
չէի թողնում, ոչ մի ելույթ, այո, կարող էի ժամերով դիտել։ Եվ իհարկե, քանի որ գեղասահքում Հայաստանի Հանրապետությունը ցավոք մինչ այսօր շատ լուրջ նվաճումներ չունի, ուստի մտածեցինք, որ շատ լավ հնարավորություն է, որպիսի պրոֆեսիոնալները, որոնք հրավիրված են թե Ռուսաստանի Դաշնությունից, թե արտերկրից, պրոֆեսիոնալների հետ աշխատանքի արդյունքում մեր գեղասահորդ, հայ գեղասահորդ երեխաները կարողանան բարձրացնել իրենց մասնագիտական հմտությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Մեկ տարուց ավել համատեղ տքնաջան աշխատանք է գնում եւ ես համոզված եմ, որ մեր հայ գեղասահորդները անպայման այս ներկայացման, այս շոուի արդյունքում վստահաբար նոր բարձունքներ են գրավելու։ Ընտիր, եւ կառաջանան երեխաներ, ոնց մտքում կառաջանային միտքը, որ կարելի է նաեւ այս սպորտաձևով զբաղվել, որը որ շատ արվեստի մասին է եւ շատ հետաքրքիր մանավանդ ձմռանը, որովհետեւ այդ ամանորյա հրաշքը կարծես թե ամբողջովին լրացնում է։ Տիկին Տերտերյան, քանի որ շատերիս ընտանիքներում արդեն այն ամանորյա երուզերն է եւ շատ ծնողներ փորձում են ամեն կերպ իրենց երեխաների համար այդ ամանորյա հրաշքի մասին պատկերացումները ձևավորվել, ինչպես կարելի է ընտանիքներում պահել այդ ամանորյա հրաշքը, որը որ տարիներ առաջ դուք եք արել ձեր որդու համար, ձեր կրտսեր որդու համար, նաև հիմա Դավիթի համար վստահ եմ անում եք, ինչպես կարելի է այդ երեխաների մոտ առաջացնել ամանորյա հրաշքի նկատմամբ հավատը, մանավանդ որ այսօր երեխաներին մի փոքր զարմացնելը բարդ է դարձել։ Այո, երբ ինձ հարցնում են, ապա ես խորհուրդ եմ տալիս նախ սեր ու ջերմություն դնել ամանորյա տոների մեջ, այն զարդարել լույսով, միմյանց նկատմամբ մտերմիկ զրույցներով, ջերմ ու գեղեցիկ մթնոլորտով, դե իհարկե համեմելով համեղ ուտեստներով, սակայն խորհուրդս երիտասարդ ընտանիքներին անպայման ամանորյա տոները պիտի օգտագործել, որպիսի ունենալ նոր ու գեղեցիկ հագուստներ, ապահովելով գունեղ երևակայությունը, անպայման մասնակցել ամանորյա տոնակատարություններին, որտեղ էլ որ դրանք կյանքի կոչվելու լինեն, օգտվեն առիթից եւ շատ հաճախեն թատրոններ, պատկերասրահներ, թանգարաններ, դիտեն ընտանյոք ամանորյա ներկայացումները եւ ամանորը նպաստի ընտանեկան սիրո ջերմ մթնոլորտի ել ավելի արտահայտմանը։ Այո, եւ քանի որ դեկտեմբերի վերջի եւ հունվարի սկզբի մի քանի օրերը հնարավորություն են տալիս ամբողջ ընտանիքով հավաքվելու, ես վստահ եմ, որ այդ առաքելությունը պետք է բոլորով կատարել, թե մեծերը, թե երիտասարդները, փոքրերը նաեւ այս դեպքում։ Քանի որ Ալեն Մարգարյան հասարակական բարեգործական կազմակերպությունն էլ ջանք չի խնայում տարբեր միջոցառումներ իրականացնելու, մի փոքր նաև ամփոփենք 2025-ը ինչպիսին էր կազմակերպության համար, ինչ ծրագրեր կային դեռ 2024-ի վերջում նախանշված, որ իրականացվեցին այս տարում։ Դարձյալ հպարտությամբ եւ մեծ ուրախությամբ պիտի նշեմ, որ 2025 թվականը Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպության համար թե ձեռքբերումների եւ հաղթանակների տարի էր։ Մեր ընթերցասեր աշակերտները իմ ընկեր Ալենը ընթերցանության մրցույթի շրջանակներում։ Այո, մենք կարող եք թեյից նաև այս դեպքում օգտվել։ Ես վստահ եմ, որ այս վիրուսներն էլ ընթացքում շատ տարածվեցին, անմասը նաև դուք չմնացիք, խնդիր չկա։ Կարծում եմ այսօր ոչ մեկի չեք զարմացնի։ Ոչ ոքի չեք զարմացնի։ Միջոցառումները շատ են, ես վստահ եմ այս 2025-ի ընթացքում։ Մեգա նախագծերից է նաև իմ ընկեր Ալենը ընթերցանության համադպրոցական մրցույթը, որը երկրորդ տարին է արդեն մեր եւ Կորիս կրթական ծրագրի հետ համատեղ կյանքի է կոչվում եւ իսկապես հպարտությամբ եմ ընդգծում, որ 2000 աշակերտից թիվը հնգապատկվեց, գերազանցելով 10,000-ը։ Նորագույն տեխնոլոգիաների այս դարում, այս գայթակղությունների դարում, որ շուրջ բոլորն է մեր երեխաների 10,000-ից ավելի պաշտոնապես գրանցված ընթերցասեր աշակերտներ ունենք, այսինքն 10,000-ից ավելի պատանիներ ու աղջիկներ կրկին կապվեցին կրկին սիրեցին ընթերցանությունը եւ նրանց հետ մեկտեղ նաեւ նրանց ընտանիքի անդամները, որովհետեւ մեզ հյուր էին գալիս ընթերցասերներն իրենց ընտանիքի անդամներով, կրտսեր փոքրիկ քույրիկ եղբայրներով եւ դա շատ մեծ ձեռքբերում եմ համարում։ Իհարկե, Երևանի սրտում
Օղակաձև զբոսայգում կյանքի կոչվեց ընթերցասերը պուրակը, որտեղ տեղադրվեց գրքասերը քանդակը։ Այն հրաշալի մի հարթակ էր դարձյալ հայ ժողովրդի համար եւ ինչու՞ չէ նաեւ զբոսաշրջիկների համար, որոնց ես պարբերաբար տեսնում եի խմբերով լուսանկարվելուց քանդակի հետ մեկտեղ, որտեղ քանդակը ինքնին շատ յուրատիպ է, շատ ժամանակակից է եւ շատ եզակի է, հատկապես մեր քաղաքի համար։ Այնպես որ կյանքի կոչեցինք նաև Ալեն Մոլորակը մեր մոլորակում դասասենյակը, որ էլի շատ նորարարական եզակի տեսակը չունեցող դասասենյակ է, որտեղ կյանքի են կոչվում բազմապիսի նախագծեր։ Ծրագրերը շատ են։ Երրորդ տարին անընդմեջ մեր բալիկներին ուրախացնում բերկրանք է պատճառում տիկնիկային ներկայացումը։ Ալենի 3 հեքիաթների հիման վրա Երևանի Թումանյանի անվան ազգային պետական տիկնիկային թատրոնում բեմադրվել է դետեկտիվ Ալենը ներկայացումը։ Հազարավոր բալիկների մեծ պարգև էր այս ներկայացումը, որը եւս կրթության, գիտության, արվեստի ու մշակույթի նկատմամբ պրոպագանդա էր։ Ծրագրերը շատ են, խնայելով ձեր եթերային ժամանակը։ Ես կարծում եմ մենք ժամերով կարող ենք խոսել միջոցառումներից։ Մենք կարծում եմ հույս ունեմ, որ կհանդիպենք նաև 2026-ին ու կխոսենք 26-ի ծրագրերի մասին։ Ես շնորհակալ եմ այսքան բազմապրոֆիլ ներկայացնելու այդ միջոցառումները։ Չեմ զարմանում ինչու են այսքան շատ, չեմ զարմանում ինչու են ոլորտներն այսքան շատ, որովհետև այդ տարիների ընթացքում Ալենը հասցրել է ամեն ոլորտի հետ իր խաղը խաղալ, ինչքան հնարավոր է ամեն ոլորտ հարստացնել իր գիտելիքներով եւ իր հնարավորությունների չափով։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար եւ նաեւ շնորհակալ եմ այն հնարավորության համար, երբ փոքրիկներին հնարավորություն եք տալիս զարմանալու գրքով, զարմանալու հեքիաթներով, շոու նախագծերով, որովհետեւ իսկապես բարդ է նրանց զարմացնել այս դարաշրջանում եւ ձեզ մոտ ստացվում է ու լավագույնս է ստացվում։ Անչափ շնորհակալ եմ նաեւ մեր կատարած համեստ աշխատանքը գնահատելու համար, որովհետեւ լինելով կրթասեր, մշակութասեր, արվեստասեր եւ գրքասեր Ալենի ընտանիքը մենք չենք կարող զերծ մնալ, անմասն մնալ կրթությունից։ Ուստի եւ մեր հնարավորությունները ներդնում ենք մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության հարցում, որպիսի, ինչպես Ալենն էր ասում, ունենանք բարեկիրթ հասարակություն։ Այո, եւ հուսանք, որ այդպես էլ կլինի եւ դրա հիմքերն արդեն դրվել են վստահաբար։ Շնորհակալ եմ դարձյալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ դուք Նուր հեռուստաընկերությամբ բարի առավոտն եք դիտում։ Այս շաբաթ ավարտվեց մեր եթերը, կապի ապահովման համար շնորհակալություն ենք հայտնում Արփինետ ընկերությանը։ Մենք ուղիղ 1 շաբաթից նորից այս ամանորյա եռուզեռի մեջ դարձյալ ձեր տներ ենք գալու մեր մշակութային հարցազրույցներով։